Օդրի Հեբբըրն, անուն, որը դարձել է ոճի և էլեգանտության հոմանիշը։ Նա թողել է իր անջնջելի հետքը ոչ միայն կինոյում, այլև նորաձևության աշխարհում։ Ժամանակն անցնում է, բայց նրա կերպարները շարունակում են մնալ արդիական։ Իսկ ովքեր են օգնել նրան այդ կերպարները ստեղծելու և ոճի պատկերակ դառնալու ճանապարհին։ Առաջարկում եմ քննարկել միասին։ Օդրիի ոճի մասին խոսելիս առաջինը պարտադիր պետք է նշել Հյուբեր դե Ժևանշիի անունը, ով ոչ միայն օգնեց ստեղծել նրա ամենահայտնի կերպարները, այլ դարձավ նրա հավատարիմ ընկերը ամբողջ կյանքի համար։ Օդրի Հեբբըրնը և Հյուբեր դե Ժևանշին ծանոթանում են 1953 թվականին, երբ երկուսով դեռևս չունեին համաշխարհային ճանաչում։ Օդրին այդ ժամանակ պատրաստվում էր Սաբրինա ֆիլմի նկարահանումներին։ Ի սկզբանե հագուստների ստեղծումը և ձևավորումը վստահված էր Էդիթ Հեդին, ով այդ ժամանակ Հոլիվուդի ամենահեղինակավոր կոստյումների դիզայներն էր։ Սակայն կերպարը լավագույն ձևով զգալու համար Օդրին որոշում է ընտրել հագուստները ինքնուրույն։ Օդրին ծանոթ էր երիտասարդ Ժևանշիի աշխատանքներին և դրանք համարում էր իրեն համահունչ։ Կազմակերպվում է հանդիպում։ Լսելով Հեբբըրնի ազգանունը, Ժևանշին կարծում է, որ խոսքը հայտնի դերասանուհի Քաթերին Հեբբըրնի մասին է, սակայն տեսնելով Օդրիին, նա պարզապես հիասթափվում է։ Սկզբում Ժևանշին մերժում է Օդրիի համար նոր հագուստներ ստեղծելու գաղափարը, քանի որ զբաղված էր իր նոր հավաքածուի ստեղծմամբ։ Դրանով պայմանավորված Օդրին որոշում է փորձել 1953 թվականի հավաքածուի հագուստները, որոնք հիանալի կերպով արտացոլում էին Սաբրինայի կերպարը։ Արդյունքում նա ընտրում է մի քանի առանցքային հագուստ։ Սև կոկտեյլային զգեստը, որը դառնում է Սաբրինայի ամենահայտնի կերպարներից մեկը, իսկ հագուստի կտրվածքի այդ ձևը ստանում է Սաբրինայի դեկոլտե անվանումը։ Սպիտակ, ծաղկավոր ասեղնագործությամբ զգեստը, որը խորհրդանշում էր Սաբրինայի վերափոխված էլեգանտ ոճը, և սև կոստյումը համապատասխան գլխարկով, որով նա վերադառնում է Փարիզից։ Չնայած այս ֆիլմի շրջանակներում Էդիթ Հեդը ստանում է Օսկար լավագույն կոստյումներ անվանակարգում, ամենահայտնի կերպարները Ժևանշիի զգեստներն էին, ընտրված հենց Օդրիի կողմից։ Չնայած նման անարդարությանը, այս համագործակցությունը վերածվում է ամուր ընկերության, որը տևում է 40 տարի։ Ֆիլմերում նկարահանվելու պայմանագրեր կնքելիս Օդրին շեշտում է, որ նրա կերպարները պետք է ստեղծի միմիայն Հյուբեր դե Ժևանշին։ Արդյունքում ստեղծվում են այլ, ոչ պակաս հայտնի կերպարները Breakfast at Tiffany's, Funny Face և How to Steal a Million ֆիլմերի համար։ Նրանց համագործակցությունը շարունակվում է նաև ֆիլմերից դուրս։ 1957 թվականին Ժևանշին ստեղծում է օծանելիք հատուկ Օդրիի համար, որը ստանում է Լանդեթի անվանումը։ Օդրին այդ օծանելիքի միակ օգտագործողն էր 7 տարի շարունակ, ինչից հետո այն տրվում է մասսայական արտադրության և դառնում իրական բեսթսելեր։ 1960 թվականին Ժևանշին ստեղծում է մկրտության հագուստ Օդրիի որդու Շոնի համար։ Դրան հաջորդում է Օդրիի երկրորդ հարսանյաց զգեստի ստեղծումը Ադրիա Դոդիի հետ պսակադրության համար։ Օդրի Հեբբըրնը կյանքից հեռանում է 1993 թվականին։ Իր մուզայի կորստից հետո Ժևանշին այլևս չի կարողանում ստեղծագործել։ 1995 թվականին Հյուբեր դե Ժևանշին փոխանցում է նորաձևության տան ղեկավարումը Ջոն Գալիանոյին և հեռանում իր գյուղական առանձնատուն։ Միայն 2015 թվականին նա խախտում է իր երկարատև լռությունը, հրապարակելով էսքիզների գիրք, որտեղ ներկայացված էին այն զգեստները, որոնք նա ստեղծել է իր մուսայի համար։ Օդրի Հեբբըրնի ոճի մասին քննարկումը չի կարող ավարտուն լինել առանց հիշատակելու Սալվադոր Ֆերագամոյին։ 1950-ականներին Ֆերագամոն աստղային կոշկակար էր։ Նա ստանձնում է սև լոֆերների ստեղծումը Funny Face ֆիլմի Պարի տեսարանի և սուր քթով բալետների ստեղծումը Breakfast at Tiffany's ֆիլմի համար։ Սակայն նրանց համագործակցության իսկական կուլմինացիան դառնում է դիզայների ստեղծած յուրահատուկ մոդելը՝ Օդրի բալետները, որոնք ունեին փոքր կրունկ և նուրբ գոտի։ Ի դեպ, Սալվադոր Ֆերագամո բրենդը մինչ օրս արտադրում է այս մոդելը։ Այն ոգեշնչված էր դերասանուհու բալետային անցյալով։ Նույնիսկ առօրյա կյանքում Օդրի Հեբբըրնը հաճախ էր կրում Սալվադոր Ֆերագամոյի կոշիկները, հիմնականում հարցներ-բանով։ Ավելի հասուն տարիքում Օդրին սկսում է կրել նաև Վալենտինոյի և Ռալֆ Լորենի հագուստները։ Այսպիսով Օդրի Հեբբըրնի և այս հանճարների համագործակցությունը ստեղծել է հայտնի կերպարներ, որոնք շարունակում են մնալ հավերժական և ոգեշնչել նոր սերունդներին։